Պարոն Նահապետյան, ես ուզում եմ, քանի որ այս փուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ընտրական հանցագործություններն են եւ սա ձեր ոլորտում է գտնվում, ես կուզեի մի երկու օրինակով սրա վերաբերյալ մի հարց ցես տալ։ Նախ բարեգործության արգելքը, որը փաստորեն սկսեց այս կարգավորումը գործել ընտրությունների օրվա նշանակման պահից սկսած եւ արդեն ահազանգեր են հնչում քաղաքական դաշտում քաղաքական ուժերից, օրինակ խոսում են վարձավճարների վճարման մասին, դրան զուգահեռ վարչապետի տիկնոջ հիմնադրամը օրինակ անգլերենի դասընթացների խոստումներ է հնչեցնում, բայց արձագանքներ դեռ չկան հակակոռուպցիոն կոմիտեից։ Ես ուզում եմ դուք ասեք, օրինակ այս օրինակով կոնկրետ, երբ որ վարչապետի տիկինը ընտրական process-ի այս ընթացքում, որը արդեն գործում է կարգավորումները, ինքը ինչ-որ խոստումներ է տալիս կամ հայտարարություններ է անում հիմնադրամի շրջանակներում։ Այստեղ խնդիր կարող է լինել քրեական գնահատական, իրավական գնահատական կարող է լինել այս ամեն ինչին, թե ոչ։ Ես այս բանին կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում նաև չկանխորոշվի, իմ ասածը իրավական ելքով, բայց մենք քրեական օրենսգրքում ունենք 221 հոդված, դա բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է եւ այն ըստ էության գործում է, երբ որ նախագահան հրամանագիր է ստորագրում, որով նշանակում է ընտրության օր եւ այդ պահից սկսած մինչեւ արդյունքների ամփոփումը մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ, որը նաեւ նախատեսված է ընտրական օրենսգրքում եւ այդ հոդվածում հստակ սահմանված են թե եղանակները, թե սուբյեկտները, ովքեր են այդ հոդվածով հանձնակազմի սուբյեկտ, կուսակցության անդամ կլինի, թեկնածու կլինի եւ այլն, ասոցիացվող հիմնադրամները, անձինք, չէ՞, որոնք նաև հոդվածով կա հստակ բան, որ դա պետք է ուղղված լինի ընտրողին, ընտրողներին պետք է ուղղված լինի եւ պետք է դա կատարվի անհատույց, ու ըստ էության նաև մենք նպատակ ունենք այդ հոդվածով, դա ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելն է բովանդակային առումով եւ եթե այս ամենի հետ կապված մենք ունենում ենք կոնկրետ դեպք, ապա այդ մասով սկսում են ստուգողական գործողություններ, վերջնական իրավական գնահատական կհայտնենք։ Դուք ընթացակարգեր եւ օրենքներին ու կարգավորումներին եք հղում անում։ Հիմա կա կոնկրետ դեպք, հիմնադրամը իր գործունեության ընթացքում այս փուլում, եթե դասընթացներ է կազմակերպում անգլերենի կամ ինչ որ ուրիշ հայտարարություններ է անում, կրկին էլի այն զանգվածի համար է, որը կարող է պոտենցիալ ընտրող լինել։ Այստեղ իրավական գնահատականի հարց կարող է առաջանալ, թե այստեղ ասոցիացվելու խնդիր չկա առհասարակ, դուք չեք տեսնում խնդիր, որ այդ հիմնադրամը ասոցիացվում է կոնկրետ քաղաքական ուժի եւ ղեկավարի հետ նրա։ Տեսեք, ես այս բանին նման գնահատականներ կխուսափեմ տալ, որովհետեւ կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեում չունենք այս բանին, բայց վաղը մյուս օր եթե ունենանք հաղորդում եւ եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ իրավական առումով ստե ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական process-ներում համապատասխան ճիշտ իրավական որոշում գնահատական տրվի։ Եթե մենք ունենանք ձեր ասած դեպքով հաղորդում կամ ունենանք ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում եւ հանրությունը կիրազեկվի պատշաճ։